Բարև ձեզ հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր Հանրապետություն կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն է, շնորհակալ եմ պարոն Սարգսյան, ուրախ ենք ձեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սարգսյան, այսօր արդեն այսպես թեկնածուներին խոսելու, ներկայացնելու իրենց կարելի ասել հնարավորությունը վերջին ընտրությունից առաջ վաղ արդեն լրության օրն է, ու մի շարք հարցեր կան, որոնք այսպես կարիք կա պարզաբանելու եւ վերջին անգամ հանրությանը ասելիքը փոխանցելու, քանի որ այսօրվա հիմնական ամենակննարկվող առարկան այն է, որ Հանրապետություն կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում ուժեղ Հայաստանի հետ կապված, որպեսզի չեղարկվի նրանց այդ մասնակցության եւ սա մեծ հարցեր առաջացրեց ինչու որովհետեւ այս ամենը սկսվեց այն բանից հետո երբ որ 3 բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հենց ձեզ դիմելով ասաց ինչու չեք դիմում ներկայացնում դրանից հետո հետևեց այս գործընթացը հիմա հանրությունը ձեր ընդդիմախոսները ասում են այ տեսեք հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը Արամ Սարգսյանի միջոցով փորձեց այս հարցը լուծել ու այս քննադատությունները կենտրոնում հայտնվեցիք ինչու հենց այս փուլում ինչու ընտրություններից ընդամենը 2 օր առաջ հիմքային է որ ձայնագրություն էր քննչական կոմիտեից կան բայց դա վաղուց էր ձայնագրությունները հրապարակվում ինչու հենց ընտրությունից 2 օր առաջ պարոն Սարգսյան Ես կարծում եմ որ Նիկոլ Փաշինյանը եթե Արամ Սարգսյանի միջոցով այդ խնդիրը լուծելու ցանկություն ունենար առանց հանրայինի եթերի, առանց դեբատի այդ ամեն ինչը կարող էր անել, որովհետև նամակագրական կապ կամ շփումներ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել եմ ու ինքը երբ ուզենա կարող է ինձ հետ կապնել։ Այսինքն դա ստացվեց ուղակի տեղում, ինչ վերաբերվում է նրան թե ինչի հենց 3, շատ բարդ բան է, որովհետև Մեկ տարի է ինչ այդ կառույցը ձևավորվել է, սկզբից որպես մեր ձևով շարժում, հենց մեկ տարի առաջ այդ շարժման ձևավորված ժամանակից ես բարձրաձայնել եմ, որ հստակ արտաքին քաղաքական ուղղվածություն կա, հստակ ֆինանսական մեծ ներհոսք կա, որ մենք որպես կուսակցություններ ամբողջությամբ վերահսկվում ենք հակակոռուպցիոն կոմիտեի միջոցից կողմից մեր ծախսերի համար Իսկ իրենք ընդհանրապես չեն վերահսկվում ու մեկ ամսվա մեջ նույնիսկ ասել եմ որ 6-7 միլիոն դոլարի հասարակական կազմակերպությունը գրասենյակներ է բացում, որը կես տարի հետո դառնա կուսակցություն, արդեն դառնալու է կուսակցությանը ու այդ ծախսերն արդեն գերազանցված են եւ տարուց ավել է որ ես ասում եմ չպիտի թույլատրվի այդ կուսակցությանը այդ ուժին մասնակցելու, օրինակ եմ բերում Մոլդովայի նախագահ Մարիա Սանդուին որ նա չթույլատրեց, արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հակադարձեց, որ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություններ չունի եւ չի կարող այդ հակադարձել։ Երեք հանդիպման ժամանակ, դեբատի ժամանակ, երբ որ վարչապետը ասում էր, որ ու պիտակավորում էր իհարկե, որ լրտեսներ են, փող են բաժանում եւ այլը, ես ուղղակի բարձրաձայնեցի, որ մենք վաղուց ենք այդ մասին ձեզ ասում, հրապարակ Սարգսյան ասում են, որ շուտ ներկայացնեք, եթե այդ խնդիրները դուք էլ ասում եք վաղուց ենք տեսել, ընտրությունից 2 օր առաջ երբ որ ներկայացնում են, սա այլ դիտանկյունից է, այս ամենը քայլ։ Գիտեք ինչ, յուրաքանչյուր հաջորդ օր Այդ հիմքերն ավելի շատ է տալիս։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր դիտում էին ուժեղ Հայաստանի հանրահավաքը, որտեղ Ռուսաստանից եկած մեր քույրերն ու եղբայրները ասում էին, մեզ այդքան էլ հետաքրքիր չի թե այստեղ ինչ կլինի։ Մենք եկել ենք քվեարկեր կգնանք, որտեղ Սամվել Կարապետյանը լավ տղա է, այդ շատ շատերից դուրս չէր գալի, եւ այդ լրացուցիչ հանգամանք է։ Լրացուցիչ հանգամանք է նաեւ այն, որ կուսակցությունը նախատեսված 800 միլիոնից ավել ծախսեր է արել, ինչը արդեն հիմնավոր ներկայացրել են ու ներկայացրել են պետական կառույցները։ Երկրորդ, այդ խախտումները անընդհատ ամեն օր ներկայացնում էր հակակոռուպցիոն կոմիտեն։ Եվ վերջապես խնդիրը հետևյալում է. ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու պարտականությունը գործող իշխանությանն է։ Ու իմը չի, ես չպետք է ներկայացնեի դա։ Դա իմ ներկայացնելու խնդիրը չի, դա իշխանության սուրբ պարտականությունն է։ Բայց իրենք չներկայացեցին, այլ ձեզ ասացին ու ձեզ թիրախի տակ դրեցին։ Հենց ամբողջ խնդիրը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրեն պահել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահի դիրքերում, ոչ թե երկրի վարչապետի դիրքերում, որովհետև իշխանությունն է պարտավոր արդարությունն ապահովել, վարչապետը դահլիճում ասում է, որ եթե մենք այդ առաջադրեինք, իր պատասխանն ինչ էր։ Եթե մենք դա անեինք, կհամարեին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վախեցավ, որ ընտրություններում, դրա համար մենք չենք արել, դուք արեք։ Այսինքն այդ մոտեցում իմ համար բացարձակ ընկալելի չի,
որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահն է, ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է առաջին հերթին, եւ իրեն քվեարկողների մեծ մասը ոչ կուսակցականներ են, իսկ այդ ոչ կուսակցականներն ուզում են, որ ընտրությունները արդար լինի։ Եվ ինքը դուրս եկա, որ մենք ենք մեղավոր, այսինքն կոնկրետ Արամ Սարգսյանն է մեղավոր, որ այդ կուսակցությունը գրանցվել է, որ այդ կուսակցություններին, որոնց ինքը լրտես է ասում, ես երբեք լրտես չեմ ասել։ Ես երբեք նման պիտակներ ոչ Սամվել Կարապետյանին, ոչ Նարեկ Կարապետյանին երբեք չեմ ներկայացրել։ Մարդկային առումով որևէ բացասական բան չունեմ այդ մարդկանց առումով։ Իմ մոտեցումները քաղաքական են, ավելի շուտ աշխարհաքաղաքական։ Ես համոզված եմ, որ այդ մարդկանց Ռուսաստանից ոչ թե Սամվել Կարապետյանն է բերում, այլ Ռուսաստանն ինքն է ուղղորդում ու պարտադրում է, որ գնացեք։ Ու Սամվել Կարապետյանին էլ պարտադրում է այդ ծախսերը քաշել։ Ես համոզված եմ, որ Սամվել Կարապետյանին Հայաստան ուղարկել են Ռուսաստանից, ոչ թե ինքը իր կամքով է եկել, որտեղ Սամվել Կարապետյանը ինքն էլ է հայտարարել, որ քաղաքականությունն ու ինքը իրար հետ այդքան էլ է զուգահեռներ։ Բայց ամեն ինչը սկսվեց եկեղեցու վերաբերյալ նրա հայտարարությունից, ինչից հետո այսպես իրավական քրեական գործընթացներ սկսվեցին։ Նա էլ ասաց, թե որ այդպես է, ես մտնում եմ քաղաքականություն, որպեսզի ես էլ իմ ձևով այսպես ասած։ Գիտեք ինչ, քաղաքականություն մտնող մարդը պիտի քաղաքական բովանդակություն ձևավորի։ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որ քաղաքական բովանդակություն են ձևավորում, որտեղ Հայաստանի ներքաղաքական կյանքում բազմաթիվ դեպքեր են եղել։ Հոկտեմբերի 27, մարտի 1, պատերազմ, Լեռնային Ղարաբաղի շրջափակում, Լեռնային Ղարաբաղից մեր քույրերի ու եղբայրների բռնի տեղահանություն եւ վերջապես արտաքին քաղաքականության առումով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ, Իրան-Միացյալ Նահանգներ պատերազմ, օրինակ Հանրապետական կուսակցությունը, այդ առումով տեսակետներ ասում է, Դաշնակցությունը Ռոբերտ Քոչյանը, այդ առումով տեսակետներ ասում են, իրենք քաղաքական բովանդակություն են ձևավորում, ուրիշ խնդիր, որ ես այդ բովանդակության հետ համաձայն չեմ կամ համաձայն եմ ինչ որ դիրքերի առումով։ Սամվել Կարապետյանը քաղաքական բովանդակություն չի ձևավորում։ Նարեկ Կարապետյանը շատ արագ մտավ գործընթացի մեջ ու ինչ որ ուղղություններ փորձում է սպասարկել հնդածս քաղաքական գործընթացներ։ Բայց Սամվել Կարապետյանը այդ համատեքստում չկա եւ դա իր ամենախոցելի տեղն է։ Պարոն Սարգսյան, բայց այստեղ համատեքան անցկացնելը չեք կարծում, որ տեղին չէ, որտեվ ի տարբերություն ձեր նշած մյուս ուժերի, թեկուզ նույն Հանրապետության կուսակցության, իրենք նորաստեղծ են, ու նորմալ է, որ շատ հարցերի շուրջ բովանդակություն չունեն, չեն կարող ձևավորել։ Գիտեք ինչը, նորաստեղծ կուսակցություն լինելը չի նշանակում, որ նախկինում եղած կամ այսօր տեղի ունեցող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացների մասին քաղաքական կուսակցությունը պիտի մոտեցում ու քաղաքական գնահատական չունենա։ Մարդը եթե նոր է մտել, ուրեմն պիտի քաղաքական բովանդակությունը հասկանա նոր գնա հաղթելու։ Այս մարդը մտել է նոր քաղաքական կյանքի մեջ եւ քաղաքական կյանք է բերում Ռուսաստանից եւ Ադրբեջանից հնչեցված մոտեցումները։ Ու ասում է, այ տեսեք, Ալիևն էս է ասել, ուրեմն էս վտանգ է, ուրեմն էս այսպես լինելու է։ Իրենք էլ իշխանություններին, այդ թվում նաեւ ձեզ համարում են որպես իշխանությունների սատելիտ ուժ ու ասում են դուք եք ադրբեջանական նարատիվները այստեղ։ Նիկոլ Փաշինյանը տանում է, ձեր ուժն էլ այսպես որպես սատելիտ ուժ աջակցում է այս նարատիվներին։ Գիտեք ինչ, ես երբեք չեմ ասել, որ Հայաստանի որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական անհատ սատարում է Ադրբեջանին կամ սատարում է Թուրքիային։ Ասում են իրենց նարատիվները այստեղ առաջ։ Ես ասում եմ, որ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու նարատիվը հորինված է, այդ հորինված է Ռուսաստանում եւ այդ սիստեմատիկ տարածվում է այդ կուսակցության կողմից, անգամ ստեղծվում են տեսահոլովակներ, չգիտեմ, ազգային ժողովի նիստեր, Սևան այլ անունով անվանելու, ինչը ես համարում եմ անթույլատրելի, համարում եմ ավելի դավաճանական։ Հիմա խնդիրը հետեւյալ համատեքստում է, որ ովքեր են, որ Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիներ են բերել։ Ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում բերել են ռուսները, Նախիջևանը տվել են ռուսները, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովողը ռուսներն էին։ Ռուսները ոչ միայն այդ չապահովեցին, թողեցին, որ ադրբեջանցիները բռնի տեղահանեն, այլև Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական իշխանությունը հանձնեցին Ադրբեջանին նվեր, իսկ այդ ռազմաքաղաքական իշխանությունները ամբողջ սրտով, ոգով մինչև վերջին օրը ծառայում էին ռուսներին։ Ընդհանրապես ռուսների բարեկամը թուրքերն են, իրենք էլ ռուսների բարեկամն են, հետևաբար թուրք բերում ենք ոչ թե մենք, այլ թուրք բերում են նրանք, ովքեր Ռուսաստանի գիծն են
տանում, ովքեր նոյեմբերի 9-րդ կետի կողմնակից են, այն դեպքում, որ մնացած 8 կետերը տեղի իրականություն չեն Պարոն դարձել։ Սարգսյան, այդ նոյեմբերի 9-ի հետ կապված, փաստաթղթի հետ կապված, փաստացի դա չի գործում այս պահին, բայց մի կողմից ոչ էլ չեղարկվել է այդ փաստաթուղթը։ Փաստաթուղթը չեղարկվել է օգոստոսի 8-ով։ Նրանք ովքեր ասում են, Բայց որ դա պաշտոնական այդպես չկա, որ կողմերը կողմերը որևէ մեկը չի ասել, որ մենք չենք։ Գիտեք, Ուրիշ բան, որ որևէ մեկը այդպես չի պարտավորությունները չի կատարում, բայց չի էլ չեղարկվել։ Նայեք, նույն առումով կարող ենք խոսել հապկի մասին, որ հապկի առումով Հայաստանն ունի պարտավորություններ, գումար մուծելու, նիստերին մասնակցելու, բայց այդ նիստերին չի մասնակցում։ Նույն առումով նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8 կետերը չեն գործել։ Մնացել է միայն 9-րդ կետը, եւ այս 9-րդ կետը շահարկվում է, եւ այս 9-րդ կետի վրա հիմնական ջատագովները, որ 9-րդ կետը ամենահիմնականն է, որ այդ 9-րդ կետի պարագայում միջանցք չէր, որովհետեւ այդտեղ պիտի կանգնեն ռուսները եւ այլը, պաշտպանում են ռուսական թևի քաղաքական կուսակցությունները։ Իսկ նոյեմբերի 9-ի ստորագրությունից հետո Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորությամբ, նրա անմիջական ստորագրությամբ, նրա բարձրաձայնելով, որ ինքն է այդ 9 կետերի հեղինակը, միևնույն է պատերազմը չդադարեց ու հասավ մինչև 2025 թվականի օգոստոսի 8։ Օգոստոսի 8-ից հետո առեսօր Փարքասո պատերազմը դադարել է։ Փարքասո սահմաններին չեն կրակում։ Ավելին տնտեսական ծրագրեր են իրականացվում, ավելին Ադրբեջանի տարածքով բեռներ են տեղափոխվում դեպի Հայաստան Ռուսաստանից։ Այսինքն այս գործընթացները, որոնք որ այսօր տեղի են ունենում, իրականում հիմնավորում են, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի գործում։ Պարոն Սարգսյան, որ գաք իշխանության ինչ եք անելու նոյեմբերի 9-ի, օգոստոսի 8-ի փաստաթղթի TRIP-ի վերջերս սա ընտրությունից մի քանի օր առաջ դա վավերացվեց կրկին, էլ ասում են սա ընտրական, հա, քայլ է հոգուտ իշխանությունների, դուք այս ամենի հետ ինչ եք անելու։ Գիտեք ինչ, մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու։ Մենք գնում ենք ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություններ տանելու։ Մենք գնում ենք ազգային ժողով այս ստեղծված տնտեսական ու մարդկային ներուժը Հայաստանի Հանրապետության գիտական ներուժը ամբողջացնելով Գերմանիայի եւ Ճապոնիայի օրինակով Հայաստանը ոտքի հանելու։ Մենք համարում ենք, որ այս պարտությունից հետո Հայաստանը իրապես հաղթելու հնարավորություն ունի եւ այդ հաղթանակը պիտի լինի տնտեսական դաշտում, պիտի լինի անարյուն, առանց պատերազմ հայտարարելու։ Եվ այդ հնարավորությունը օգոստոսի 8-ի փաստաթուղթը տալիս է։ TRIP-ը տալիս է թե խաղաղության հնարավորություն, թե Հայաստանի տնտեսությունը ոտքի անելու հնարավորություն եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների երկկողմ ստորագրված փաստաթուղթը, որը սկսում է կիսահաղորդիչներից, հետո ատոմակայանից, հետո անցնում է արդեն ճանապարհների, լուծում է այդ խնդիրը, որովհետեւ TRIP-ի իրացումը նաեւ էներգետիկ ու առաջին հերթին էներգետիկ ուղիների իրացում է եւ եթե մենք կարողանանք իրապես ճիշտ ամբողջացնել Հայաստանի մարդկային, գիտական եւ բնական ռեսուրսները միատեղել, մենք եթե կարողանանք այդ հաջողացնել, միանշանակ Հայաստանի տնտեսությունը թրիշկային աճ կունենա, ու այս պարագայում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այսինքն կարծում եք այդ TRIP-ը նաև խաղաղության, այսպես երաշխիք, ինչու, որտեղ օրինակ ընդդիմությունն ասում են, սա բացառապես TRIP ծրագիրը նախագիծը բացառապես բխում է Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի շահերից, այստեղ Հայաստանի շահը հաշվի առնված չէ։ Կոպտագույն սխալ է, TRIP նախագիծը դա միջին միջանցքի մաս է, իրենք կարող են ասել, որ դա դեմ է Չինաստանին, իրենք կարող են ասել, որ դա դեմ է Իրանին մասնավորապես ասում են, ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի։ Ընդհանրապես խնդիրը հետեւյալում է, TRIP նախագծի հիմնական բաղադրիչը դա էներգոկիրներն են, գազատարները։ Եվրոպան գազի խնդիր ունի, եւ ռուսական գազը փակելուց հետո Եվրոպային գազ է մատակարարել պետք, այդ գազն ուզում է մատակարարել Միացյալ Նահանգները։ Այդ գազը կա Թուրքմենիայում։ Թուրքմենական գազը չի կարող անցնել Ռուսաստանով, որտեղ Ռուսաստանը ինքը գազ ունի եւ մյուս մրցակցի չի ուզում թույլ տալ։
եւ Ռուսաստանի վրա պատժամիջոցներ են։ Այդ գազը չի կարող անցնել Իրանով, որտեղ Իրանի վրա էլ պատժամիջոցներ են եւ Իրանը ինքն էլ գազ ունի ու երրորդ խաղացողի ցանկություն չունի։ Հետեւաբար այդ գազը պիտի անցնի միջին միջանցքով այդ տրիպի ճանապարհով։ Այդ տրիպի ճանապարհի վրա մնացած բոլոր երկրները իսլամական երկրներ են։ Միայն Հայաստանն է, որ քրիստոնյա եւ դրա համար Միացյալ Նահանգները հենց Հայաստանում է ուզում ունենալ այդ գազամուղի վրա ազդեցությունը, ինչը մեզ միանշանակ ձեռնատու է, որովհետև այդ համատեքստում ինքը նաև գնացող մարուխների, կոմունիկացիաների եւ այլի վրա է այդ խնդիրը դնելու։ Եվ այդ է պատճառը, որ Nvidia-ն, բացի այն, որ այնտեղ Հայ Կալիբարիցյանը այդպիսի ընկերությունները պատահական չեն գալիս Հայաստան եւ նաեւ դա է պատճառը, որ Nvidia-ն գալիս է Հայաստան, որ Հայաստանում պիտի վերագործարկվի Արարատյան դաշտավայրի տեղեկատվական կենտրոն, այդ համակարգը, որը էլի արհեստական ինտելեկտի հետ է կապված եւ 2.2-ից 2.4 միլիարդ է։ Հայաստանը վեր է ածվում թվային հաբի, Հայաստանը վեր է ածում տեխնոլոգիական հաբի, որովհետև այդ համատեքստում դրվում են հարցեր, որոնք վերաբերվում են կիսահաղորդիչներին, որոնք վերաբերվում են չիպերին, իսկ այդ կարող է Հայաստանի բյուջեն 5 տարում հասցնել մինչև 45 միլիարդի եւ միայն այդ դեպքում է իսկապես, որ Ալիևը կգա ու խաղաղության համաձայնագիր կստորագրի եւ նախապայմաններ չի դնի, ոչ անկլավների առումով, ոչ էլ սահմանադրության փոփոխության առումով։ Ինչու՞։ Որովհետև արագ զարգացող երկրի հետ ձեռնատու է առևտուր անել, առավել եւս որ այդտեղ ներկայ է Միացյալ Նահանգները եւ արագ զարգացող երկիրը գումարների մի ստվար մաս դնում է բանակի վրա, հետեւաբար մեր վրա հարձակնելու դեպքում կարող է լուրջ կորուստներ ունենալ կամ ցավոտ հակահարված ունենալ, ինչին չի գնա։ Յուրաքանչյուր պետության խաղաղության երաշխավորը այդ պետության բանակն է եւ 21-րդ դարում պետությունները մրցակցում են ոչ թե բանակներով, այլ պետական հզորությամբ ունեցած հզորությամբ։ Պարոն Սարգսյան, որ խոսք գնաց այստեղ անկլավներից, դուք միակ ուժն եք նախարարապետությունը, հա, որ բացահայտ ասել է, որ հա եթե կարիք լինի, մենք իշխանությունների հետ համագործակցությունը կոալիցիան կազմում ենք, դրա համար ձեզ համարում են ԿՊ-ի սատելիտ։ Հիմա ես հիշեցի, որ անկլավների հետ կապված հենց քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից մեկի հետ երկխոսության ժամանակ ադրբեջանական անվանումների տեղանունները տալի, ասում է հա սրանց շուրջ խոսելու ենք ու չէր բացառում, որ դրանք եւս Ադրբեջանին են հանձնվելու։ Այս ամենի համար, որպես եթե այնպես ստացվի, որ կոալիցիոն, հա, կառավարություն կազմի, պատասխանատվություն կրելու եք, թե ոչ իշխանությունների, հետագա ընթացքի համար։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք ԿՊ-ին աջակցել ենք Երևան քաղաքում եւ մեզ համարում են սատելիտ, որովհետեւ մենք աջակցել ենք քաղաքացիական պայմանագրին Երևան քաղաքում, ու ինչու ենք աջակցել։ Աջակցել ենք, որպեսզի թույլ չտանք ռուսական ազդեցության քաղաքական ուժերին, որոնք նոյեմբերի 9-րդ կետի կողմնակից են, որոնք երբեք չեն խոսել մնացած 8 կետերի չկատարման մասին, որոնք երբեք չեն քննադատել ռուս խաղապահների այդ ունեցած անգործության մասին, որոնք երբեք չեն քննադատել Ռուսաստանի կողմից զենք Ադրբեջանին վաճառելու մասին, որոնք երբեք չեն քննադատել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համաձայնությունը մեղրիով միջանց կտրելու առումով եւ այս ուժերին թույլ չտալու համար իշխանության։ Այսինքն այն ընդդիմությանը թույլ չտալու համար է կոալիցիան։ Ես միայն ռուսական ազդեցության ընդդիմությանը իշխանություն թույլ չտալու համար մենք կոալիցիա ենք կազմել իշխանության հետ եւ համարում ենք, որ որովհետեւ այդ ուժերը իրենք էլ հայտարարում էին, որ Երևան քաղաքում իշխանությունը վերցնելուց հետո իրենք չեն կանգնելու ու գնալու են հանրապետությունում Հայաստանում իշխանությունը վերցնելու։ Իսկ Հայաստանում իշխանությունը վերցնելուց հետո այդ ուժերից մի մասը ասում էր, որ իրենց համար ռուս-բելարուսական միությունը, միութենական միությունը քննարկման թեմա է, իսկ Ռուսաստանի հետ այդ ուղով գնալու պարագայում Հայաստանը ոչ ներդրումների, ոչ լավ սպառազինության, ոչ թռիչքային տնտեսական զարգացման հնարավորություն չունի, որտեղ Ռուսաստանը ինքը ֆինանսների խնդիր ունի, ինքը ռազմական տեխնիկայի խնդիր ունի։ Ռուսաստանի տնտեսությունը ու գնողանակությունը այն աշճանի են նվազել, որ իրենք երկրի ներսում խնդիրներ ունեն։ Եվ ես ավելի շատ վախենում եմ, որ մենք մնանք Ռուսաստանի տնտեսության պլատակների տակ, քան որ Ռուսաստանը կփակի հայկական ապրանքների մուտքը իր երկիր։ Դրա հետ կապված եմ ուզում ասել, տեսնում ենք, որ վերջին շրջանում այդ սահմանափակումները շատ են, հա, արտահանումների հետ կապված այնտեղ խնդիրներ
խնդիրներ են ունենում գործարարները, հայ, սա ինչ է, օրինակ տեսակետ կա, ասում են, որ սա հստակ ընտրությունների վրա ազդելու փորձ է, մի մասը ասում է դե նորմալ է, եթե Հայաստանը այդպես է վարվում գործընկերոջ հետ, պիտի իրանք էլ այսպես ամենափակումներ կիրառեն։ Եթե Ռուսաստանը կամ մեր հայ մարդը մտածում է, որ Ռուսաստանը ելակը գնելու միջոցով պիտի Հայաստանին պարտադրի որևէ մեկին վարչապետ ընտրել, այսինքն մեր տնտեսական կապերը այն աշճանի կախվածություն ունեն Ռուսաստանի հետ, որ ելակ կամ լոլիկ գնելու գնով իրենք պարտադրելու են մեզ Հայաստանում իշխանություն ընտրել, այն իշխանությունը, որ իրենք են ուզում, ու դա հերոստացույցով բարձրաձայնում են Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, որ այս երկխաղակացուն գրանցեք, էս էլ է այն հիմքերից մեկը, ինչի համար մենք կարող ենք դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ասել, որ սա դրսից ուղղված է։ Բարսակցյան, բայց սա նորմալ չէ, եթե նայեք, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, քայլեր է անում դեպի ԵՄ։ Իրենք էլ ասում են, դե եթե այդպես է, չեք կարող 2 լարի վրա խաղալ, պետք է կողմնորոշվեք։ Դա նորմալ չէ։ Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը նստել է 2 աթոռների վրա եւ բազմաթիվ անգամներ ասել եմ, որ 2 աթոռների վրա նստելը դա հասնում է մի իրավիճակ, երբ որ դա շատ ավելի վտանգավոր է դառնում, քան որևէ Նիկոլ Փաշինյանն է հենց ասում առաջիկա 20 տարում ԵՄ մեզ որևէ մեկը չի սպասում ու չենք գործընթացը հետագա առաջիկա 20 տարում հնարավոր չընդհանրապես։ Ես չեմ լսել, որ ինքը 20 տարի կամ ժամկետներ ասի, ընդհանրապես ԵՄ-ում ոչ մեկին չեն սպասում, ԵՄ-ն ունի չափանիշներ, դու համապատասխանում ես այդ չափանիշներին, դառնում ես ԵՄ անդամ։ Մենք չենք Այդ ԵԱՏՄ-ն է, որտեղ դու համապատասխանում ես, չես համապատասխանում, քեզ պարտադրում են դառնալ անդամ։ Ես շատ լավ հիշում եմ Սերժ Սարգսյանի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ում հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, այն արգումենտները, թե ինչի մենք չպետք է մտնենք ԵԱՏՄ-ն, որովհետև մենք չունենք ընդհանուր մաքսային սահման, որտեղ ԵԱՏՄ շուկայի եւ մեր շուկայի տարբերությունը շատ մեծ է, որտեղ ԵԱՏՄ-ում ռուսական էներգոկիրները էժան են, իսկ Հայաստանում այդ էներգոկիրներն ավելի թանկ են եւ մեր արտադրողը չի կարող մրցակցել, քանի որ ինքը ավելի թանկ էներգոկիրներով է։ Եվ վերջում Սերժ Սարգսյանի ասածը, որ ես կանգնած էի խնդրի առաջ, որ պիտի նախընտրեի անվտանգությունը, թե տնտեսական զարգացումը։ Այս ընտրության առաջ ես նախընտրեցի անվտանգությունը։ Իսկ արդյունքում այդ անվտանգությունը չաշխատեց ոչ Լեռնային Ղարաբաղի պարագայում, ոչ էլ Հայաստանի պարագայում։ Դուք որ կաք իշխանության ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս եք գալու։ Միանշանակ, մենք երկու կազմակերպությունից է միանգամից։ Ինչպես։ Երկուսից էլ միանգամից, համ ԵԱՏՄ-ից, համ ՀԱՊԿ-ից։ Անկամ հաշվի առնելով, որ այսօր ԵԱՏՄ-ից շատ ավելի մատչելի գներով Հայաստանը այսպես մթերք է ստանում կամ արտահանում։ Մենք ԵԱՏՄ-ի մաքսատուրքերի առումով բազմաթիվ ապրանքների ներառյալ մեքենաներից սկսած մինչև դեղերի առումով ավելի թանկ ենք, քան Վրաստանն ու Ադրբեջանը։ Օրինակ Վրաստանն ու Ադրբեջանը ոչ ԵՄ անդամ են, ոչ էլ ԵԱՏՄ անդամ են։ Ու ինչ, իրենք մեզանից վատ են ապրում։ Մեկ շնչին ընկնողով Վրաստանն ավելի առաջ է, քան Հայաստանը։ Այսինքն ԵԱՏՄ-ից դուրս գալը աշխարհի վերջը չի, Արմագեդոնը չի։ Դա բացարձակ է պետք։ Բայց ԵՄ-ը մեզ չեն սպասում, ինչ պիտի արի։ Դա իսկ ով է ասում չեն սպասում։ Ով է ասում, ես ասում եմ Եվրոմիությունում ոչ մեկի չեն սպասում։ Եվրոմիությունն ունի հնարավորություններ, ասում է կհամապատասխանես այս չափանիշներին։ Մենք քեզ կընդունենք Եվրոմիություն։ Օրինակ Վրաստանը իր սահմանադրության մեջ գրեց, որ ինքը ձգտում է դեպի Եվրոմիություն, Սահմանադրության մեջ է գրել։ Եվ վրացիներն ունեն այսօր ազատ վիզային ռեժիմ, եւ վրացի քաղաքացիները կարող են 9 ամիս գնալ Եվրոմիություն աշխատել ու հետ վերադառնալ։ Եվրոմիությունը Վրաստանին օգնեց վրացական գինիները բերել եվրոպական ստանդարտների։ Երբ որ Ռուսաստանը այդ շուկան փակեց Եվրոմիության ու Բուլղարիա ու Մոլդովայի համար, Եվրոմիությունը բացեց այդ շուկան, բայց ասեց ես դες ֆինանսավորում եմ, որպեսզի ձեր գինիները բերեք այն ստանդարտին, ինչը Եվրոմիության չափանիշներին համապատասխանում է։ Վրացի գինեգործները, մոլդավացի գինեգործները բերեցին այդ չափանիշներին, հիմա Ռուսաստանը ինքն է խնդրում, որ վրացական գինիները իր շուկայում վաճառվեն, որովհետև որակը լավն է եւ տխուրը նրանում է, որ վրացական գինիներն ավելի թանկ են վաճառվում, քան հայկական հնեցված կոնյակը։
Պարոն Սարգսյան, մյուս հարցս ես ուզում եի իմանալ դիրքորոշումը ձեր կուսակցության եկեղեցու հետ կապված։ ՔՊ-ն, որի հետ հետագա համագործակցությունը չեք բացառում, հստակ իր դրույթում գրել է կաթողիկոսի փոփոխությունը, իր ծրագրում կա։ Եվ ես հիշում եմ լուսանկարը ձեր հայտնի, որը շատ քննարկումների առիթվեց կաթողիկոսի հետ ու այն փուլում, երբ որ իշխանությունները, այսպես բուրըն քննարկում են կաթողիկոսի, եւ ասում են, որ հենց հիմնական, այսպես տարա կարծությունը ՔՊ-ի եւ ձեր կուսակցության միջև հենց եկեղեցու շուրջը։ Կիսում եք դրանց տեսակետները։ Գիտեք ինչ, հիմա ինձ ասում են, որ ես Նիկոլ Փաշինյանի տված պասով գնում եմ Սամվել Կարապետյանին զրկելու քվեարկվելու իրավունքից, այն դեպքում, որ ես Հայաստանի սահմանադրությունը եւ ազատ ընտրությունների իրավունքն եմ պաշտպանում, որևէ բան դեմ չունենալով կոնկրետ որևէ անհատի ու կուսակցության առումով։ Հետնել ասում եմ, որ գիտեք ինչ, իմ ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները վարչապետի հետ վատ են, որովհետեւ ես կաթողիկոսի։ Այդ մի հարցում մենակ չի համընկնում տեսակետը։ Ով է ասում։ Սխալ են ասում, մեր մոտեցումները չեն համընկնում երկրի կառավարման համակարգի առումով։ Մենք լրիվ նախագահական համակարգի կողմնակից ենք, մենք համարում ենք, որ այս համակարգի ինչ որ կա խորհրդարանական, ինքը իրեն չի արդարացրել, չի արդարացնում, ընդհանրապես չի էլ արդարացնելու, դա 2020 թվականին դաշնակների համար էլ չի արդարացրել, ու այս ամբողջական վարչապետական համակարգ է, որտեղ չկա հակակշիռ, որտեղ մի դեպքում ընտրվում էր նաև նախագահը, ընտրվում էր ազգային ժողովը, հիմա ընտրվում է միայն ազգային ժողովը, եթե նա էլ 50+ է լինում, արդեն այստեղ գալիս են օրենքներ, կոճակը սեղմողներ կան, այդ օրենքները փնթի են լինում, լավն են լինում, վատն են լինում, ասնում են։ Ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհում ձևավորվում են կոալիցիաներ, որոնք այդ ֆիլտրում են։ Կոալիցիան իր ներսում բերած թուղթը մի քանի անգամ անցկացնում է, որտեղ տարբեր կուսակցություններ ու շահերի բախում կա։ Մեր երկրում խորհրդարանական պայմաններում, եթե Հանրապետություն կուսակցությունը կոալիցիա է կազմում ԿՊ-ի հետ, այդ անվանում են արդեն նրա սատելիտը։ Իրականում եվրոպական բոլոր երկրներում ձևավորվել են կոալիցիաներ ու ձևավորված կոալիցիաներով է այսօր Մակրոնը ղեկավարում, չգիտեմ, Գերմանիայի կանցլերը ղեկավարում, հետևաբար կոալիցիաների ձևավորումը որպես այդպիսին անվանել որպես սատելիտ, այս ուղղակի քաղաքական անգրագիտություն է։ Անցնենք խորհրդարան, այսպես կոալիցիոն կառավարման այդ ֆորմատով ու այնպես ստացվում որ մի նախագծի շուրջ, որը ԿՊ-ն այսպես բերում է, անհամաձայնություն կա, դեմ կքվեարկեք։ Անգամ այդ դեպքում մենք ընդհանրապես համարում ենք, որ սահմանադրության հանրաքվեի խնդիրը, որը որ կա, Հայաստանում պիտի դրվի այն ժամանակ, երբ որ Հայաստանն ինքնաբավ է, երբ որ Հայաստանին պատերազմական վտանգ չի սպառնում։ Նման պարագաներում, երբ որ պատերազմի վտանգ կա, սահմանադրության հանրաքվեի բերելը չափից ավել ռիսկային է, որտեղ այն կարող է չանցնել, իսկ չանցնելու դեպքում լրացուցիչ վտանգներ կարող է բերել։ Այսինքն սահմանադրության կապված դեմ եք փոփոխությանը, ինչպես ասում։ Մենք ասում ենք, որ սահմանադրության մենք կողմ ենք սահմանադրության փոփոխությանը եւ մենք լրիվ նախագահական համակարգի կողմնակից ենք, որովհետեւ համարում ենք, որ խորհրդարանական համակարգը վատ է։ Մենք նաեւ համարում ենք, որ սահմանադրության փոփոխությունը պետք է լինի այն ժամանակ, երբ որ Հայաստանին որևէ վտանգ չի սպառնում։ Պարոն Սարգսյան, եւ վերջում արդեն խորհրդարանում ինչպես եք ձեր գործունեությունը, հա, եթե ձեր ուժը անցնի, ինչպես եք պատկերացնում այնտեղ ձեր գործունեությունը, գոնե առաջիկա այսպես 5 տարվա կտրվածքով եւ վարչապետի հավակնություններ ունեք, թե ոչ։ Ես գիտեք ինչ, ես իրատես մարդ եմ։ Ես նայում եմ հանրային շփումների առումով, թե այս ընտրություններում ով ինչ քվեարկություն կունենա եւ ինչքան կվեկահավաքի։ Առավել եւս, որ աշխարհակաղակական կենտրոնները իրենց ունեցած, ասենք, հավանությունները այս կամ այն տեխնացուի մասով տվել են, Ռուսաստանը այստեղ որպես տեխնացու հիմնականում հենվում է Սամվել Կարապետյանի տեխնացության վրա։ Ձեզ էլ ասում են, ձեզ Եվրոպայում արդեն համարում։ Ոչ միայն Եվրոպայի, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ասաց, որ ինքը իր անվերապահ աջակցությունն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին, եւ մենք համարում ենք, որ Թրամփը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է իր անվերապահ աջակցությունը ցուցաբերում, ինքը այդ աջակցությունը ցուցաբերում է Հայաստանի աշխարհակաղակական այսօրվա գծին, որը գնում է դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի ժողովրդավարություն, եւ մենք համարում ենք, որ այդ աջակցությունը նաեւ վերաբերվում է մեզ, որովհետեւ դեպի քաղաքակիրթ, դեպի ժողովրդավար աշխարհ գնալու խնդրում մենք արդեն
25 տարի է պայքարում ենք, մինչև ԿՊ-ի ձևավորվելը, մինչև դրա կուսակցության դառնալը։ Հետևաբար, այս համատեքստում մենք բնականաբար այն մոտեցումների կողմնակիցն ենք, որ Հայաստան կան ներդրումներ, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիական, դառնա լոգիստիկ հաբ, դառնա թվային հաբ, որտեղ այդ մասնագետները այդ ուղղությունների, որոնք բացառիկ տնտեսական աճ կարող են բերել Հայաստանի Հանրապետությանը, գան այստեղ, որովհետև այստեղ այդ ծառայություններից օգտվելը կդառնա մատչելի։ Մենք խորհրդարանի գնալու մեր միտումը ոչ թե նրա համար է, որ մենք գնանք խորհրդարան ու ես դառնամ վարչապետ, մենք նման խնդիր չենք դրել։ Մենք գնում ենք խորհրդարան աշխատելու, մենք գնում ենք խորհրդարանում ոչինչ չանող եւ մեզ Թուրքիայով ու Ադրբեջանով վախեցնող ընդդիմությանը փոխարինելու։ Մեր պայքարի ամբողջ իմաստը դրանում է։ Եվ խորհրդարան գնալու պարագայում մենք նաեւ խոստումներ ենք տվել մեր ընտրողներին, մենք պիտի կարողանանք մեր խոստումները կատարել ու եթե խնդիր առաջանա, նորից կրկնում եմ, կոալիցիա կազմելու, որպեսզի թույլ չտանք, որ բելարուսական այդ ազդեցության ուժերը գան իշխանության ու Հայաստանի անկախության ոտքից կախված Հայաստանին տանեն դեպի այդ միությունը, մենք ամեն ինչ անելու ենք, ներառյալ կոալիցիա կկազմենք գործող իշխանության հետ, բալանսավորողների հետ, որպեսզի նման հնարավորություն իրենք չտանք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։ Արգելի աստատիտողներ, ես հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր Հանրապետություն կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն էր։ Շնորհակալ եմ մեր եթերին հետևելու համար, կհանդիպենք։